Գիտես, կուզենամ միասին եւ միաբան աղոթք անենք Աստծո խոսքի հիման վրա, Աստծո խոսքով միասին գանք Տիրոջ գահի առջև։ Գիտես, Սաղմոս 43-ում մի հրաշալի բան է գրված, որ իմ սիրտը ուղղակի շարժում է, ինչպես Դավիթ թագավորը դիմում է Տիրոջը։ Սաղմոս 43:3-ում գրված է. «Ուղարկիր քո լույսը եւ քո ճշմարտությունը, նրանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դեպի քո սուրբ սարը եւ դեպի քո բնակարանները։ Եվ ես մտնեմ դեպի Աստծո սեղանը, իմ ուրախության եւ ցնծության Աստծո մոտ, եւ գոհանամ նրանից քնարով, ով Աստված իմ Աստված»։ Եկ փակենք մեր աչքերը, ուղղակի աղոթք անենք։ Ամեն, փառք Քրիստոսին։ Նա շրջվի ժպտա կողքինիդ ու ասա ներիր ինձ։ Մատասան ներիր ինձ, կողքինիդ մի հատ ասա ներիր ինձ։ Նստեք, փառք Հիսուսին, հարմար նստեք, կապեք ամրագոտիները, չկա ձեր եկեղեցում ամրագոտիներ։ Թանկագիններս, երբ որ ես եկա Տիրոջը 2015 թվականից, իմ անունը Արամ է, ես Հայաստանից տեղափոխվել եմ Գերմանիա, զուտ Տիրոջը ծառայելու համար։ Ոչ թե համով գերմանական ներբ երշիկներ ուտելու համար։ Ես Բավարիայի մարզից եմ, մեր մոտ համով է, քան ձեր մոտ, հա։ Բայց Տերը ինձ բերել է այս երկիր ավետարանի համար։ Տերը բերել է ինձ այս երկիր իրան ճանաչելու համար, հա։ Եվ դա Աստծո պլանն է, Աստծո ծրագիրն է։ Աստված քեզ կվերցնի սենց մի տեղից եւ կտանի։ Եվ երբ որ ես կարդացի ավետարանը, միտեղ հանդիպեցի 2015 թիվներ, Եսայի կարծեմ 43:5-ում գրված է, ես քեզ օգնում էի, բայց դու ինձ չէիր ճանաչում։ Վախեցա, որ այդ օգնող ուժը եղել է իմ կյանքի մեջ դեռ այն ժամանակ, երբ որ ես Հայր մեր աղոթքը չէի կարող ասեի, որ մեկը ատրճանակը դներ գլխիս, ասեր, դե մի հատ Հայր մեր աղոթքը ասա, թե չէ կկրակեմ, պետք է կրակեր, որտեվ չգիտեի Հայր մեր աղոթքը, թանկագինս։ Եվ ասեցի, Տեր Հիսուս, լավ, երբ որ ես քեզ չգիտեի Հայաստանում, բայց դու ինձ 1001 մահերից ազատում էիր եւ փրկում էիր, բա հիմա ինչ ես անելու։ Դες Տերն ասեց, հիմա նստի եւ ամրագոտիները կապի։ Թռնելու ենք հիմա, ասեց, բարձրանալու ենք դեպի իմ բարձրությունները, գնալու ենք դեպի իմ խոսքի մեջ։ Դրա համար թանկագինս Աստծո մեջ վստահ եւ ապահով նստիր։ Վստահ, հաստատ ապահով նստիր։ Տերը տանում է քեզ։ Ուղղությունը երկինքն է, թանկագիններս։ Ուրիշ տեղ չկա գնալու։ Բոլորս ուզում ենք երկին գնանք։ Այնտեղ ոչ ցավ կա, այնտեղ ոչ հիվանդություն կա։ Գիտես, նամանավանդ լավ է, որ այնտեղ ազգություն էլ չկա։ Ասում եմ, որտեղ ոչ հույն կա, ոչ հրյա կա, դե մտածում եմ հայ էլ չկա։ Այնտեղ քծող հայեր չկան, խափող հայեր չկան, բամբասող հայեր չկան, այնտեղ բոլորը Քրիստոսին հագած են։ Հասկանում ես, Հիսուսին հագած են։ Ոչ թե գեղեցիկ շորեր են գնել այտենց թանկարժեք խանութներից, այլ Քրիստոսին են հագել, դրա համար հասել են վերև։ Տերը օրհնի եւ զորացնի ձեզ, այո, ես ծառայում եմ Բավարիայի մարզում, Նյուրնբերգ քաղաքից 50 կիլոմետր եւ 30 կիլոմետր հեռավորությունների վրա, փորձում եմ հնարավորինս Աստծո արքայությունը տարածել իր շնորհի չափով, ոչ թե իմ իմացածով, իմ իմացածը քիչ է։ Իմ իմացածը ոչ մեկին չի բերում ապաշխարության։ Իմ իմացածը ոչ մի ճանճ տնից դուրս չի քշում։ Բայց երբ որ Տիրոջ զորությունը գալիս է, շատ-շատերի մեջից շատ-շատ գիգանտ ճանճեր են գնում, որ անընդհատ խոսում են, տզում են, ձայներ են անում։ Ես այս եկեղեցում եղել եմ 3 անգամ։ Առաջի անգամ եղել եմ իմ երազի մեջ, երբ որ Աստված ինձ երազիս մեջ ցույց է տվել ձեր թանկարժեք Հովվին Թադևոսին, իմ եղբորը, ում ես չեմ ճանաչել, բայց իմ երազի մեջ Աստված ցույց է տվել։ Իմ երազի մեջ ես տեսել եմ Համբուրգ քաղաքը եւ Աստված ինձ հայտնել է, որ Համբուրգ քաղաքում բարձրանում է եկեղեցին։ Հա։ Թանկագիններս, Աստված մի բան, որ սկսում է, հայտնում է իր երեխեքին։ Հայտնապես է հայտնում։ Գիտես որտեղ, այնտեղ որտեղ դու չես սկսի հակառակվել, իսկ դա քո քնած ժամանակն է։ Այնտեղ դու չես սկսի փիլիսոփայել,
սենց հակառակ բաներ խոսել, սուսփուս լսում ես։ Ինչ ասի, էդ է լսում ես։ Ես երաս տեսա, որ մենք նստած ենք մի սենյակի մեջ եւ սենյակի պատուհանից մի ջրեր են սենց երևում, գետեր ինչ որ սենց։ Մոստեր ու սենց գետեր եւ մի մարդ է նստած երիտասարդ եւ իր կողքը մի ուրիշ երիտասարդ։ Եվ ես եմ նստած, իմ թանկ եղբայր Արման Հովիվս է նստած եւ Արթուր Սիմոնյանն է նստած։ Մենք երեքով ենք եւ դիմացում իրանք երկուսով են։ Եվ ես նստած խոսում եմ մեր եղբոր հետ, սենց դեմարդեմ, Աստծո խոսքից հարցեր եմ տալիս, ինքն է պատասխանում, ժպտում ենք, խոսում ենք, սենց թեքվում եմ, նայում եմ Արթուր Սիմոնյանի մեր թանկ Հովի դեմքին, ինքն էլ է ժպտում, նայում եմ Արման եղբոր, սենց ժպիտ է ուրախությունը, եւ ասում եմ, լավ, եղբայր, բա որտեղ ենք մենք հիմա, ասում է Համբուրգ քաղաքում։ Ասում եմ, իսկ այդ երիտասարդն ով է, ասում է իմ օգնականն է։ Հա, եւ Աստված իր գլխին յուղ է օծում ու կարգադրում է, որպեսզի ծառայությունը սկսի։ Ես արթնանում եմ վախի մեջ, սենց ուրախության, սենց արդյունք լաց, որ Տերը էլի խոսած մի անգամ եւս այս ամպիտան անոթի մեջ ինչ որ տեսիլք տվեց, հայտնություն տվեց եւ մի անգամից առանց բանի արթնանում եմ ու սխվում եմ իմ հեռախոսը voice եմ ուղարկում Արման եղբորս, ասում եմ Արման եղբայր Համբուրգում հովիվ էինք օծում մարդ, որ պիտի առաջնորդի հայկական եկեղեցին։ Եվ զանգ առանց վարկյանի հետ զանգը գալիս է ասում է մենք մի շաբաթ առաջ, այսինքն Կիրակի օրը նստած աղոթք էինք անում, խնդրում ասում էինք Տեր հայտնիր մեզ մեր ցանկացածը, մեր պլանավորածը, մեր մտքերը, Տեր, մեր խորհուրդները, որ ցանկություն ունենք, հասնենք Համբուրգ, հայ մարդկանց, ազգերին քարոզենք ավետարանը, խոսա հայտնի եւ վերջում Արման եղբայրն ասում է տեսիլք ցույց տուր։ Տերն ասում է տեսիլք ես ուզում, տեսիլքը մի քանի 100 կիլոմետր այն կողմ կգա, բայց կգա։ Թանկագիներս երկրորդ անգամ եղել ենք հենց արդեն եկեղեցու բացմանը հունվար ամսին, այն առաջվա հասցեում հիշում եմ մեծ ցնծությամբ, մեծ հոգով, սենց լցված, սենց պատրաստված, սենց վերկաց ասեցի Տեր, դե տեսիլքը տվել ես, հիմա ինձ էլ տար, որ տեսնեմ այդ մարդկանց, բերեց հրաշք էր, Փառք Հիսուսին բոլորիդ համար։ Իհարկե, ոնց որ թե շատերը այն առաջվա ծառայությունից իմ տեսած չկան, շատերը նոր են եկել, բարի գալուստ, եղբորս խոսքը դուրս եկավ, շատ կպավ քույրիկին էլ բոլորիդ փառաբանությունն է, որ ընդունում եք որպես ընտանիք։ Եթե Քրիստոսի հարսնացուին չընդունես քո ընտանիքի անդամ, իր մինուսները չես տանի։ Եթե ընդունեցիր ընտանիքի անդամ, իր պլյուսներն ու մինուսները կտանես ոնց որ քո երեխունն ես տանում։ Քո երեխունը, քո ամուսնունը, քո մամայինը, քո պապայինը, հա, տան մեջ իշքան մինուսներ ես տենում։ Իշքան մինուսներ կա։ Այ մարդես աղբախի չեն թափե։ Վերցա դու տար թափի։ Ես հոգնած ժամը 10-ին 10:30 մտնում եմ տուն ծառայությունից, մեկը տենում եմ այդ գելբեզակը դրած է։ Իմ մարմինը ինձ սկսում է խոսալ։ Մոռացել են թափեն, խիչ են թափել ժամը 10-ն է, բայց հոգիս ներսից ասում եմ, հիմա դու մի ալարի, իջի թափի արի։ Դու իջի, լիֆտ էլ չկա, 300 իջի թափի նոր բարձացի վերև։ Հա, դու կլինես ծածկողը, այլ ոչ թե փնթացող, այ մարդես գելբեսակը խիչ են թափել։ Այնքան գելբեսակ կա ստե դրա, ցախ տեսա։ Կամ թափելու ես, կամ փնթալու ես, ասես հլես մելիքին է, մեծ խոսում է, բախի չի թափում։ Սելիս եկեք մենք վերցնենք այն ադյալը եւ ծածկենք վարակույրով, հա? Գեղեցիկ ծածկենք, ասում է սերը ծածկում է, ինչը մեղքերի շատությունը, չի ասում մի քանի, ասում է ծածկում է։ Իսկ թանկագինս այդ վարակույրի այդ ծածկոցի անունը Քրիստոս է ուղղակի։ Հենց Քրիստոս ունեցար ծածկելու ես, հենց Քրիստոս չունեցար լավ էլ խոշորացույցով մեծ դու անգամ կասես այդ գելբեզակի մեջ ինչ կա լցրած, հա? Եկեք ծածկող լինենք Քրիստոսի հարսին, եկեք միասին հետևենք, խնամք տանենք թանկագիներս, որտեղ դա անում ես Քրիստոսի համար։ Փառք Տիրոջը, ես էլ կանգնել եի աղոթքի ասում էի Տեր Հիսուս, խնդրում եմ ինձ խոսք տուր, բաժին տուր, որպեսզի կիսվեմ, տամ փոխանցեմ եկեղեցուն եւ Աստված ինձ գիտեք մի մարդու անուն տվեց Աստվածաշնչից, որի անունն էր Ղազարոս։ Ով է կարդացել Ղազարոսի մասին, Փառք Հիսուսին։ Եթե չեք կարդացեք, կարդացեք, քննեք։ Եվ գիտես, սենց վերնագիրը գրում էի խոսքը, խորում էի, կարդում էի, գրում էի, եւ Աստված ինձ ցույց էր տալիս, որ սեղան նստողները,
ասում է Տեր վերնագիրը ո՞նց ես ասելու, ինչ է կոչվում, սեղան նստողները։ Մենք բոլորս լավ սիրում ենք հայկական ճոխ սեղանները, մեզ դուր է գալիս, երբ որ մի հատ էլ մի հարուստ մարդ է հարսանիք անում, կանչում, դու այդ սեղանի շուրջն ես լինում, դու սենց սթորի կանես, սենց ցույց կտաս, որ սեղանի շուրջ ես, քո սթորին են եղբայրը սթորի կանի, այն քույրիկը քոնը կանի, որ դուք այդտեղ եք եղել այդ օրը, այդ ժամին, այդ մարդու հարսանիքին, չէ՞։ Բթանկագինս չես մտածել, որ Քրիստոսի սեղանի շուրջ նստած մարդիկ բա ովքեր են, որ հասել են Քրիստոսի սեղանին են նստել արդեն։ Եվ Ղուկաս 14:15-ում գրած է, երբ որ սեղան նստողներից մեկը այս բաները լսեց, Հիսուսին ասեց. երանի նրան, որ Աստծո արքայությունում հաց կուտի։ Մի հրյա մարդ էր խոսացողը, ինքը լսեց Հիսուսի քարոզչությունը, լավ քարոզեց Հիսուսը։ Հիսուսը երիտասարդ էր, սենց մի 30 տարեկան, սենց հրաշք տղամարդ, ինքը իմ կյանքի միակ տղամարդն է, ես շատ տեղ ասում եմ, զարմանում եմ, ասում եմ, Հիսուսի միակ տղամարդն է, իմ սիրեցյալն է, որի վրա ես սիրահարվել եմ ու մնացել եմ, սիրահարվել եմ իր անձին ամբողջությամբ, նորմալ համարձակ եղի, թող Քրիստոսը լինի, թանկագինս, թող իր կերպարը, իր անձը ամբողջությամբ քեզ գրավի, քեզ քաշի, եթե չշփվես չի գրավի, եթե չշփվես իր այդ անձնապես, իր այդ հարաբերություն չունենաս, չժամադրվես, չհանդիպես, չի բացվի։ Այսպես գեղեցիկ կլսես, այո, Հիսուս Քրիստոսը, բոլորն էլ լսել են Հիսուս Քրիստոսի մասին, բայց քչերն են անձամբ ժամադրում Տեր կլինի ես քո հետ հանդիպեմ, կլինի քո հետ նստեմ, կլինի քո հետ զրուցեմ, կլինի խոսաս ես լսեմ, սաղ կյանքս ես եմ խոսում, այնքան հարցեր եմ տվել քեզ Տեր, ասես մենակ խոսում եմ, բա ինչքան Տերն է ուզում պատասխանի, ինչքան Տերն է ուզում խոսա թանկագինս, ինչքան է ուզում քեզ այստեղ ժամադրի, այստեղ ժամադրության հասցեն վայրը, ամեն ինչը գրած է ժամը, ես քեզ կհանդիպեմ այստեղ, բայց արդյոք դու ժամանակ տրամադրում ես, որպեսզի հանդիպես Քրիստոսին, որ հայտնապես, գիտես որ չասես ես լսել եմ, ես տեսել եմ, այլ ասես Տերը անձամբ իր խոսքի մեջ այստեղ ինձ հայտնել է։ Դա հզոր է, երբ որ ամեն մի անձ մարդ Քրիստոսի առաջ նստում է եւ Քրիստոսն է իր մատը դնում, ասում այսպես է գրված, այսպես է ասված, Քրիստոսն է ասում։ Հիսուսը քարոզեց եւ մի հրյա մարդ սենց հավանեց Քրիստոսի քարոզը, հետաքրքիր է, մի հրյա մարդ, այդքան մարդ կար նստած այդտեղ, սեղան նստողները, եւ իրանք մի ուրիշ սեղան էլ պատկերացրեցին, այս մարդն ասում է երանի նրան, որ Աստծո արքայությունում հաց կուտի, հերիք չէր իրան ստեղ երկրի վրայի սեղանը, իրան գրավում էր Աստծո արքայության մեջի սեղանը, որտեղից էս մարդուն հայտնություն, որ երկրային սեղաններից բացի գոյություն ունի երկնային սեղաններ են, որտեղից բացվեց էս մարդուն թանկագինս, միթե հենց Քրիստոսի ներկայության մեջ Աստծո հոգին չի բացում մեզ, Հիսուսը Պետրոսին ասեց, դու չառար այդ հայտնությունը, որ ես Աստծո որդին եմ, եկել եմ, մարմինը քեզ չի ասում դա, այլ Հայրը, որ երկնքում է, Հայրն է տալիս հայտնություն, Սուրբ Հոգին բացում է հայտնություններ։ Եվ գիտես նա երանի էր տալի այս մարդը Աստծո արքայության սեղանին նստած մարդուն, ասում էր երանի այդ մարդուն, որ հասել է այնտեղ արդեն, երանի, որ դու հասար արդեն երկինք, երանի քեզ, որ Աստծո խոսքը պահեցիր և հաղթանակած հասար երկինք, երանի այն մարդուն, որ միջև վերջ ամուր բռնեց և հասավ Տիրոջ արքայության մեջ, նստեց և հաց ուտում արդեն։ Հովհաննես 12:2-ում գրված է և այնտեղ հացկերույթ արին Հիսուսի համար և Մարթան ծառայում էր և Ղազարոսը նրա հետ սեղան նստողներից մեկն էր։ Ցույց է տալիս, որ Ղազարոսը, ում Տեր Հիսուս Քրիստոսը
խոսքով հարություն էր տվել գերեզմանից, մենք հայերս սիրում ենք գերեզման գնալ, մենք սիրում ենք գնալ քարերի հետ խոսալ, մենք սիրում ենք գնալ խոնք ծխել, մենք սիրում ենք գնալ նստել մեռած մարդկանց քարերի վրա հաց ուտել, բաստուրում են, լավաշով պատատում ես։ Ես շատ եմ գնացել գերեզմաններ, միջև Հիսուս Քրիստոսը, շատ եմ նստել մեռլատուն, քարերի աշխարհ։ Հայրիկս մահացել է 2001 թվականին ու հայրիկիս ընկերները ինձ շատ էին տանում Դավիթ Հաշենի գերեզմանոց եւ հիշում եմ հայրիկիս ընկերներից մեկը առնական տղամարդ էր, սենց ինքը միշտ ասում էր քարերի աշխարհ։ Ինքը Աստծուց հեռու էր, բայց հայտնություն ուներ, որ սա քարերի աշխարհ է։ Քար աշխարհ։ Եվ մենք քարերի հետ դարերով խոսում ենք, քարերի հետ ենք խոսում։ Աստծո խոսքն ասում է ոչ աչքեր ունեն, ոչ էլ ականջներ, իրանք չեն տեսնի, չեն լսի։ Գիտես, Ղազարոսը հարություն էր առել գերեզմանից հենց։ Հիսուսը խոսքով իրան հարություն էր տվել, խոսքով դուրս էր հանել գերեզմանից եւ հարություն առնելուց հետո նա Քրիստոսի հետ սեղան էր նստած թանկագինս։ Հարություն առած մարդը, ով Քրիստոսի հետ մահացել է, ով իր անձը խաչի վրա բարձրացրել է եւ էլ հին մեղավոր բնույթի մեջ չի, Քրիստոսի հետ սեղանին է նստած թանկագինս, Աստծո սեղանին է նստած, Աստծո արքայության սեղանին է նստած։ Հեսա մենք միասին կգնանք թանկագինս, որպեսզի իմ եւ քո հայացքը լինի հենց այս մակարդակի վրա, հենց այս սեղանի վրա։ Դե եթե Աստծո սեղան, ուրեմն Աստծո կերակուր է լինելու։ Եթե երկրային չի պարզապես գեղեցիկ հայկական, գերմանական սեղան չի, ստաբիլ, կլասիկ ոճի, սելիս, ուրեմն ստանդարտներն էլ են փոխվել։ Ուրեմն ստանդարտը փոխված է Քրիստոսի արքայությունում, երբ որ Աստծո սեղանից ես օգտվում, Աստված բարի է, հյուրասեր է, Աստված ամեն մարդու կյանքի մեջ ունի գեղեցիկ մենյու գրած։ Գիտես մենյուն ո՞րն է, որ գրած է տաք ուտեստից առաջ ինչ կուտես, հետո տաք ուտեստը, հետո այն մյուսը։ Աստված բոլորիս կյանքի մեջ ունի այդ գեղեցիկ գրածը, գեղեցիկ։ Հետաքրքիր է այն, որ նաև վճարված է։ Բացի այն, որ պատրաստ է, նաև վճարված է։ Մտեք իմ արքայության մեջ, Տերն ասում է, իմ որդիներ եւ դուստրեր, մտեք եւ հյուրասիրվեք։ Տեր մուծած է, վճարված է, ինչպես հավատքով է վճարված։ Ո՞վ է վճարել? Քրիստոսը։ Քո որդին այս սեղանի համար վճարել է, որպեսզի քեզ հավատացողները օգտվեն։ Թանկագինս Աստծո սեղանի վրա, ամեն մի ափսեի վրա դրված է մի անուն, բժշկության ափսեն, օրհնության ափսեն, ազատագրման ափսեն, սրբության ափսեն, խաղաղության ափսեն։ Գիտես շատ հանգիստ, որպեսզի ես եւ դու հյուրասիրվենք հոր տան մեջ, հոր սեղանին, որդիական իրավունքով, ոչ մեկ հայրիկի, մայրիկի պատրաստած սեղանի շուրջ կաշկանդված չի նստում։ Դա միակ տեղն է, որ քեզ թույլ ես տալի լավ ուտես։ Դա միակ սեղանն է, որ արդեն այդտեղ էլ ոչ մեկ քեզ չի ասի 12.99 բռնեց։ Այդ միակ տեղն է, որ մաման ասում է բալես էլի կեր։ Միակ տեղն է, որ պապան ասում է հա խորովածը դուրդ եկավ։ Հետաքրքրված են ծնողները, լավներ բալես դուրդ եկավ։ Հա մամ ջան, ես ինչով էր սարքել։ Այս նաչինքեն ինչով էր։ Կծում ես Աստծո արքայության սեղանի վրա դրված ամեն ուտեստից ու դու ես հարց տալի, ասում ես, «Էս ինչ համա մեջդ։ Ես ո՞նց ես կարող ներես մարդկանց։ Ես ինչ տարօրինակ հայ ես դու։ Չես խաբում, չես գցում, չես բամբասում, չես վատաբանում, չես չարախոսում, չես նախանձում։ Աստծո արքայությունից է ուտում այդ մարդը, ինչ-որ բան կա մեջը, ինչ-որ տարօրինակ սեղան է գտել, տարօրինակ եկեղեցի է գտել, մի հատ տարօրինակ, ոչ ստանդարտ սեղան, հա, ուտեղից է ուտում ինքը։
Այդ սեղանից է սնվում ինքը։ Իր սնունդը ուրիշ է, աշխարհի սնունդը չի։ Աշխարհինը թունավորվածն է։ Բամբաս կոտությունը թունավորվածություն է։ Խափելը թունավոր բան է, երբ որ քեզ խափում են, ստում են, գցում են, թույնավոր բան է, զգում ես, չէ, թույնը սենց մտել է։ Դու զգում ես, չէ, սենց նախանձի թույնը։ Գիտես, որ նախանձը ոգի է։ Դու զգում ես, այդ թույնը գալիս է սենց քո վրա։ Բայց երբ որ մի մարդ ես հանդիպում, եղբայրն ասում էր աշխարհից մարդ գան, նստի, տեսնի բարձր մակարդակի վրա։ Գիտես, ինքը չգիտեր էլ իմ քարոզի մասին, բայց նախաբանը արդեն վկայում էր, որ Աստծո հոգին մեկտեղ եւ միաբան գործելու է, խոսալու է։ Եղբայրը խոսում էր, ասում էր, մտնեն, տեսնեն բարձր մակարդակ կա այստեղ։ Ինչի մասին է խոսքը։ Թանկագինս Աստված մարդու մակարդակը, ես ասում եմ միշտ կվալիցետը, այսինքն որակը բարձրացնում է Քրիստոսի մեջ, երբ որ փոխվում են մարդու կերակուրները։ Երբ որ դու աշխարից չես ուտում, աշխարից չես սնվում, աշխարհի սեղանների մեջ չես, բամբասում են, դու էլ ես բամբասում, խափում են, դու էլ ես խափում, մի բաժակ խմենք, դու էլ կխմես։ Սուտ խոսանք, ես էլ մի քիչ սուտ կխոսամ։ Դու արդեն ուրիշ սեղանի վրա ես նստած։ Քո ստանդարտները ստեղ ուրիշ է, քո որակները փոխված են։ Դու ուրիշ մտքով ես խորում, ուրիշ մտքով ես արդեն գործում, քո կյանքը լրիվ ուրիշ խորհուրդներով է առաջ գնում։ Դրա համար դու տարօրինակ ես, դրա համար դու տարբեր ես, դրա համար դու Քրիստոսի անունն ես կրում, որ այս աշխարհի մեջ որպես լույս ես մտնում։ Դրա համար մարդու աչքերը ծակծկում է, երբ որ քեզ տեսնում է։ Էլի այս հավատացյալը, էլի այս հավատացյալը, էլի այս հավատացյալները։ Դա ինչ բերան է խոսում, գիտես։ Դա մի բերան է, եղբայրս ասում էր դիվային ուժեր, դիվային։ Դա մի բերան է, ով զզվում է մաքուր մարդուց։ Գիտես, կեղտոտ մարդը, որ հոգով ինքը կեղտոտված է, աղտոտված է, եւ որ մի մաքուր մարդու տեսնում է, մաքրված, սրբված, անհնար է չերևա։ Ցանկացած տիպի մարդ տեսնում է այդ մաքրությունը, տեսնում է այդ սրբությունը, դրա համար ծակծկում է։ Աստծո լույսը մտնում է իր կյանքի մեջ, տեսնում է մի անգամից։ Էսի ոչ խմում է, ոչ ծխում է, ոչ խափում է, ոչ բան անում, ոչ բամբասում է, նստում ես հետը անհետաքրքիր է, չի բամբասում, չի խոսում, ուրիշին չի վատաբանում, չի հայհոյում։ Իմ մանկության ընկերը իմ հետ խոսած, իմ ապաշխարությունից 5 տարի հետո ասում է եղբայր, ընկեր, ասում ես 45 րոպե խոսում եմ, բայց չես հայհոյում։ 45-ը ո՞րն է ասում եմ, կարող 45-ին 10 էլ ավելացնենք, ասում եմ չկա որ հայհոյ։ Ասում եմ ոնց չկա։ Դե իմ մանկական ընկերն է, ինքը ինձ լավ գիտի, բայց այս նորին չգիտի։ Այս նորը զարմանալի է արդեն։ Այս նորը արդեն իրան շարժում է ոնց։ Ոնց էս ինչ ա եղած, Քրիստոսը բաց վիրահատություններ անում եղբայր։ Քրիստոսը լեզուդ քաշում, սկսում է լեզուն վիրահատել։ Ոչ մի բժիշկ չի կարա լեզուդ քաշի, լեզուդ վիրահատի։ Ոչ մի բժիշկ չի կարա սիրտդ առանց մորֆի վիրահատի, առանց նարկոզի։ Ով է սրտին կպնում առանց մորֆի։ Քրիստոսը։ Սենց բացում է մեջտեղից եւ սկսում է սրտի բաներ անել ներսը։ Ֆունկցիաները փոխում։ Սենց դու սկսում ես արդեն ուրիշ ձև խորհել, սրտիցդ ուրիշ բաներ է դուրս գալի։ Թանկագինս ուրիշ կերակուր ես ուտում, Աստծո սեղանի շուրջ ես, ինչի, որովհետեւ հարություն ես առել։ Եկեք գնանք եւ տեսնենք Հովհաննես 12:9 եւ հրյաներից շատ ժողովուրդ իմացավ, թե նա այնտեղ է եւ եկան։ Ոչ թե միայն, ուշադիր եղի, բանալին գրված է, ոչ թե միայն Հիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, որին մեռելներից հարություն էր տվել։ Հրյաները լսել էին Հիսուսն այնտեղ է եւ որոշել էին գալ, բայց գրված է, որ Հիսուս ջան, ոչ թե միայն քո խաթր ենք գալի, որ լսել ենք, տենց տեսել ենք դու հրաշքներ, նշաններ ես անում Աստծո անունով, դու ասել ես, որ դու ես հենց Աստծո հետ մեկ, դու Աստված ես, դու այդ ամեն, ոչ թե դրա համար, ուզում ենք գանք, մեկ էլ այդ հարություն առած Ղազարոսին էլ տենանք։ Տեսեք գրված է, որին մեռելներից հարություն տվեց։ Այսինքն դրսի մարդուն
հետաքրքիր էր ոչ միայն քո հրավերքը Քրիստոսի խոսքը ավետարանը լսելու մասին, այլ իրանք ուզում են տեսնել մահացած, բայց հարություն առած մարդկանց Հիսուսի մեջ։ Ինչ է նշանակում մեռած, բայց հարություն առած Հիսուս Քրիստոսի մեջ։ Այն մարդիկ, ովքեր իրանց անձը խաչն են հանել։ Այն մարդիկ, ովքեր արդեն ոչ թե իրանց կամքն են կատարում, այլ կատարում են Աստծո կամքը։ Աստծո սեղանի շուրջ նստած մարդիկ են։ Սելիս, աշխարհը միշտ սպասում է այն հարություն առած մարդուն։ Քո մորաքույրը սպասում է, որ տեսնի քեզ մանկությունից չափե ձև է հասել էր, հիմա 2022-ից դու միացել ես եկեղեցուն, հո մորքուրդ լավ տնտղում է, հələ տենա դու քո կյանքի մեջ, նույն ձևի է։ Թանկագինս, նայեք, երբ որ մարդիկ տնտղում են, նայում են, ուշադիր նայում են, զննում են ու տեսնում են, որ քո կյանքում դեռ քո անձը կենթանի խոսում է, իրան այդքան է չի գրավում քո այդ եկեղեցին։ Ինչքան էլ դու հրաշալի ցույց տաս, պատմես, սենց նկարագրես, ասես նայ մեր նկարները եկեղեցու մեր վիդեոները, այս եղբայրը, այն քույրիկը, գիտես իրան այդքան է չի շարժի դա։ Բայց երբ որ տեսնի իր հարազատը, իր ծանոթը, իր մտերիմը, իր ընկերը, մի հատ եկավ շրջան, որ մահացավ, հետո հարություն առե Քրիստոսի մեջ, գալու է ոչ միայն Հիսուսի հետևից, այլ տեսնել են հարություն առած մարդկանց։ Դու քո հարությամբ դարար փրկության պատճառ մի հարազատի, մի ընկերոջ, մի ծանոթի, մի գործընկերոջ, ով աշխարհում տենց բան չտեսավ, ով աշխարհում երբեք չի տեսնի հարության զորությունը։ Ինչի՞, որտեվ հարության զորությունը եկեղեցուն է պատկանում, թանկագինս, ով Քրիստոսի ներսն է, ով Քրիստոսի մեջ է։ Հովհաննես 12:17-ից 19-ում գրված է. «Եվ ժողովուրդը, որ նրա հետ էր, Հիսուսի հետ էր, վկայում էր, թե Ղազարոսին գերեզմանից դուրս կանչեց, եւ ուշադիր լսեք գրված է, մեռելներից հարություն տվեց նրան»։ Ժողովուրդն էր վկայում, պատմում էր ժողովուրդը։ Հիսուսի հետ քայլող մարդիկ վկայում էին մի մարդու մասին, ում անունն էր Ղազարոս, ում Տերը հարություն էր տվել։ Գիտես, շրջվում ես նայում, ասում ես, այս եղբորը գիտեն, գալիս էր եկեղեցի, այնց վատ էր են սկզբից, այնց ծանր էր վիճակը, այնց աչքերի մեջ սենց բռնվածություն կար, այնց սենց գալիս էր մռայլ, գիտես, մի քանի ամիս հետո հիմա ամենաուրախն է եկեղեցում, ամենազվարթն է։ Ինչ ասես, ասում է ես կանեմ, ինչի անուն տաս, ասում է ես կանեմ, հարություն առել, հարություն առել, ինքը իր հարությամբ, իր ետևից բերում է գերեզմանից մարդիկ, աշխարհը մահացած է, քարերի աշխարհը, քար սիրտ աշխարհը հիմա, որ ոչ մեկին ոչ մի բան չի հետաքրքրում, իրան լավ լինի, ես, ինձ, իմը, էլ տենց բան չկա աշխարհում, քո անձը դիր ուրիշի համար, քո անձը տուր, թող ուրիշին լավ լինի, ամենալավը տուր, նվիրվի, հա, էլ չկա տենց բան, մի ժամանակ միգուցե կար եղել է, բայց էլ չկա, ու ավելի է չարանում, այնքան է չարանում, չարանալու թանկագինս, այնքան է սառելու սերը, այնքան է քարանալու, միջև հարություն առած մարդիկ մտնեն այս աշխարհի մեջ, միջև աշխարհը տեսնի գերեզմանից հարություն առած մարդ կա, դու էլ ես հարություն առել, չի ասելու էլ դու էլ ես հավատացյալ, ասելու դու էլ ես գերեզմանից էլ, բոլորս գերեզմանի մեջ ենք, բոլորս մեռած ենք, մեր անձերի համար, մենք մեզ, ես, ինձ, իմը, ինձ լավ լինի, իմ երեխուն լավ լինի, իմ գրպանը, իմ գումարը, իմ աշխատանքը, իմ հարմարավետությունը, իմ պարտականությունները, ես քո ժամանակը չունեմ, չունի ժամանակ ինքը թանկագինս, չունի ժամանակ նվիրվի ուրիշին, ուրիշի կյանքի մեջ մի բան ներդնի, որպեսզի այդ մարդը բարձրանա, չունի աշխարհը։ Դրա համար աշխարհը սպասում է Աստծո որդիներին։ Միակ փրկությունը Աստծո որդիներն են։
Այս աշխարհի միակ փրկությունը հարություն առած մարդիկ են, որպիսի զարթնացնեն այդ գերեզմանների մեջ։ Ինչով Հիսուսը խոսքով հանեց։ Ես եւ դու, տեսեք, ասում է, վկայում էին, որ Ղազարոսին գերեզմանից դուրս կանչեց եւ մեռելներից հարություն տվեց նրան։ Եվ նրա համար էլ ժողովուրդը գնաց նրա առաջ, որ լսեցին, թե նա արել էր այն նշանը։ Այսքան ժողովուրդ գնում է Քրիստոսի հետևից այն բանի պատճառով, որ Հիսուսը հարություն է տվել Ղազարոսին թանկագինս։ Հետաքրքիր է, չէ՞, որ գրած է, որ լսեցին, թե նա արել էր այն նշանը։ Այսինքն Ղազարոսի գերեզմանից դուրս գալը նշան էր, որպիսի մարդիկ գնային Քրիստոսի հետևից։ Տեր, ես աղոթում եմ, թող եղբայրս ապաշխարի, թող ամուսինս, թող քույրս, կինս, երեխես, տատիկս, պապիկս, գործատուս, մեկը ապաշխարի, Տեր, մի նշան ցույց տու, ով է տենց աղոթում նշանի համար։ Ես էլ եմ աղոթում նշան, ասում եմ նշան ցույց տու, հա։ Մենք Տիրոջից նշան ենք ուզում, ասում ենք նշան տուր այդ մարդու կյանքի մեջ, թող երեխես ապաշխարի, մի հատ նշան տուր, Տեր։ Նշանը դու ես։ Նշանը հարություն առած մարդն է։ Աստված էլ վերևից ինքն է ասենց անում, նշանը դու ես։ Ասում եմ ուրիշ տեղեր նշաններ չունեմ։ Նշանը դու ես։ Իր կյանքի միակ նշանը դու ես։ Տեր, բայց դժվար է, Տեր, քար սիրտ է, պնդաճակատ է, խստապարանոց է, Տեր, չի լսում, սենց հակառակ ինչ ասես կա լցրեցիր իր գլխին։ Սենց իրան դու ավելի ռեկլամ արեցիր մի հատ սատանայի մոտ, իրան ավելի սենց խստապարանոց, պնդաճակատ, չի լսում, չի ջարդվում։ Միգուցե Քրիստոսին ասես, այս նշանը ավելի փայլացրա, որ իր աչքերը ծակի, Տեր, այս նշանը փայլացրա մի հատ, Տեր։ Նշաններ կա թանկագինս։ Օրինակ նշաններ կա, որ ճանապարհի եզրերին ցույց է տալիս, աջ գնաս, ուղիղ գնաս, չգնաս, չգնաս էլ կա, չէ՞։ Այն բան շտրասը նշանակում որ գնաս, փակ նշանով մնալու ես այնտեղ, չես կանալու հետ գաս, չէ՞։ Նշաններ կան, բայց շատ ժամանակ կան նշաններ, երբ որ սենց ծառի ճյուղը սենց իջել է, եւ այդ նշանը փակված է։ Եվ դու սենց կանգնած ես, պետքա գնաս, աջ չի կարելի մտնել, բայց ծառի ճյուղը փակված է։ Մեկ էլ դու մտնում ես, հետո վերջում տենում ես փակ էր, վայ, ես չտեսա որ փակ է։ Այդ նշաններից մեկը ես եւ դու ենք, հարություն առած մարդիկ ենք թանկագինս, բայց շատերի համար մի հատ սենց ճյուղ է իջել, ընկել, մի հատ խավար է եկել, չգիտեմ, մի բան ծածկել է, որ այդ մարդը այդ նշանը չի տենում։ Գիտես, ճիշտ կլինի աղոթես, ասես Տեր, նշանը կա, տեղում եմ, տան մեջ եմ, եկեղեցում եմ, բայց մի բան ծածկել է ինձ, Տեր։ Կլինի դա կտրես։ Կտրես, որտեվ Աստծո խոսքն ասում է նա ով պտուղ է բերում, Աստված էտում է, կտրում է, բան կա կտրելու, կտրի Տեր։ Միգուցե ցավա, թո ցավա։ Բայց այն քո ռեկլամ արած խստապարանոցը ամբարիշտ այդ նշանը կտեսնի։ Թո ցավա։ Ինչի անընդհատ իմ անձը պաշտպանվի, ինչի անընդհատ ես ինձ sense պահեմ, չէ, ես չեմ ուզում էդի, չէ, դե ցավոտ բաներ ա, Տեր, դե տենց չի կարելի, Տեր, թող ցավա։ Թող իմ կյանքի մեջից մի բնավորություն կտրվի, դուրս գա, գնա, բայց այն խստապարանոցը ապաշխարի։ Թող մի բան կտրվի, որտեղից կուզի, թող կտրի Տերը։ Ինքն է այդտողը, թանկագինս, այգեպանը հայրն է։ Եվ իր այգու Տերը եւ խնամակալը ինքն է։ Ոչ մի այգեպան չի մտնում եւ ուզում ծառից մի բան կտրի, ծառն ասում է ձեռք չտաս այս ճյուղին։ Ծառը սկսի խոսալ, ձեռք չտաս։ Չէ, այգեպանը ինքը գիտի, այստեղ լավ չի հաճել, այստեղ ավելորդ է։ Այս ճյուղը այն մյուսին կվնասի։ Քո բնավորության այս գիծը վնասում է այն դե կախված այն մի պտղին։ Միգուցե կտրեմ, Տեր, չէ հիմա խռով կանեմ։ Չէ հիմա մեկ-մեկ կլնում է խռովում եմ, Տեր։ Հայերի մեջ տարածված բան է խռովելը։ Ընտանիքի մեջ տարածված բան է խռով լինել իրարից։ Հա, երբ որ 25 տարի առաջ կիսուր մայրիկը տենց էլ այդ փեսայի հանդեպ տենց էլ լավ չէր։ 25 տարի անցել այդ կիսուր մայրիկը, միչև հիմա այդ փեսային նախատում է։ Խռով են իրար հետ։
Երեխեքը մեծ են արդեն, մեծացել են, այս երեխեն խաբար չի, որ տատին իր հայրիկի հանդեպ լավ չի, վարվել են սկզբից, բայց 25 տարի այդ խռովությունը գալիս, այս երեխու համար էլ է բացահայտվում արդեն այդ տատին խռով է պապայի հետ, այս խեղճ երեխեն ինչ մեղք ունի, որ այդ տատին չի ուզում ապաշխարի, որ արդեն այդ կիսուր մայրիկը այդ տան մեջ այնքան է խառնել այդ բորշը, գոնե թափի, մի հատ մաքուր կերակուր լինի, բոլորը ուտեն կշտանան, խռովությունը, Տեր միգուցե կտրես այդ խռովությունը ինձանից, միգուցե իմ մեջ մի նշան մնացել է, մի տերև, մի ճյուղ փակել է խավարը, Տեր, չի երևում այդ նշանը, Տեր, միգուցե բան կա այստեղս կտրես, Տեր, որ այդ հարության զորությունը երևա, այդ նշանը երևա, եւ գրված է, բայց փարիսեցիները իրար մեջ ասում էին, տեսնում եք, որ ոչինչ օգուտ չունի, ահա աշխարհը նրա ետևից գնաց։ Կրոնավոր մարդիկ, կրոնի պատասխանատուները տեսնում են, որ կորցնում են իրանց բանտարկյալներին արդեն։ Փարիսեցին կրոնավոր մարդն է։ Կրոնի առաջատարն է, առաջնորդն է, որ բոլորին բռնե կապել էր, ու սենց ասում էր, այդ մի լսեք այդ երիտասարդին, այդ Քրիստոսին Նազարեթից մի լսեք։ Այդ եկեղեցուց գործ չունեք, մի գնացեք այդտե։ Բռնե կապել էր, բայց հարություն առած Ղազարոսին տեսնելով գնացին բոլորը հետևից։ Ու փարիսեցին զարմացել էր, ասում էր, ոչ մի բան օգուտ չունի։ Մեր այս ճառերը, մեր այս պատարակները, ոչ մի բան չի օգնում այս մարդկանց։ Հարության, զորության հետևից են գնում։ Ընդեղ հարություն առած մարդիկ կան, բոլորը գնում են այնտեղ։ Աշխարհը, գրված է աշխարհը, տեսեք, աշխարհը նրա ետևից գնաց։ Հովհաննես 12:19, ահա աշխարհը նրա ետևից գնաց, գնում է, բոլորը գնում են թանկագինս։ Երբ որ Ղազարոսին տեսան Հիսուսի հետ նստած, որ Քրիստոսի սեղանի շուրջ կա մի մարդ նստած, ով հարություն է առել, աշխարհը սկսեց գնալ։ Երբ որ աշխարհը լավ տեսավ, լավ տնտղեց, զննեց, քննեց, տեսավ աշխարհիկ շնչավոր ստանդարտ մտածելակերպով մարդը, երբ որ տեսա, որ դու այնպես չես վարվում, ինչպես առաջ էիր վարվում, մի իրավիճակի շուրջ, երբ որ դու ճիշտ էիր, եւ քեզ վիրավորել էին, անարգել էին, կոպտել էին, ով անգել տենց իրավիճակի մեջ, երբ ճիշտ ես ու անարգված ես, լինում է, պատահում է, երբ ճիշտ ես, բայց անարգված ես, երբ ոչ մեկին ոչ մի թթու բան չես ասել, կծու բան չես էլ արել, չես էլ տվել, բայց արժանացել ես նախատինքի, անեծքի, վիրավորանքի, հայհոյանքի, դու կարաս բան անես, բայց չես անում։ Դավիթը հայտնվել էր մի իրավիճակում, որտեղ ինքը ամենաճիշտն էր, իրանից ճիշտ չկար տեղել, իր ամեն ինչը վկայում էր, որ ինքը ճիշտ էր, բայց հալածված էր, փախած եւ մի քարայրի մեջ պահկված։ Եվ Աստված թույլ տվեց, որ ինքը իր հալածողի թիկնոցը իր ձեռքերի մեջ շոշափի։ Գրված է Դավիթը կտրեց Սավուղի թիկնոցը, բայց հետո փոշմանեց։ Թանկագինս Դավիթը Աստծո սրտի համեմատ մարդ էր այն պատճառով, որ ուներ իշխանություն, զորություն անելու, բայց չարեց։ Ով էր ուժեղ, Դավիթը թե Սավուղը։ Հələ Դավթի վերջը նայ ու Սավուղի վերջը նայ։ Աստված խոնարհների Աստված է, հա։ Դավիթը ամբողջությամբ Աստծուցել իշխանությունն էր Սավուղին միանգամից վերացնել, իրեն հալածողին, իրեն վիրավորողին, իրեն անարգողին, չէ՞, բայց չարեց դա։ Ուժեղ մարդիկ Քրիստոսի պատկերով են թանկագինս, ովքեր կարան անեն, բայց չեն անում։ Դա է խոնարհությունը, դա է Աստծո սրտի համեմատ լինելը, դա է անձդ խաչի վրա գամելը եւ հանձնել Քրիստոսին արդար դատաստանը տալ քեզ, Տեր, ես կարայի անեի, թիկնոցը իմ ձեռքերի մեջ էր, կարայի կտրեի, բայց ձեռ չեմ տալիս, Տեր։ Կարայի, Տեր, ստեղ խոսայի, կարայի ասեի, կարայի ինչ պետք է անեի, Տեր, բայց չեմ անում։ Որտեվ Քրիստոսի հոգին քո մեջ է,
որը հենց խոնարհություն է թանկագինս։ Իսկ Աստված խոնարհներին շնորհ է տալիս։ Ինչքան կգա քո կյանքի մեջ թիկնոցներ, որ պիտի կտրեիր, մի կտրի։ Ու այդ թիկնոցները շատ կգան, այսինքն դու կլինես միշտ այն տեղում, որտեղ դու ճշմարիտ ես, դու ճիշտ ես, դու արդար ես, բայց կլինի այն մարդը, ում բերանով դու կլինես հալածանքի տակ, վիրավորանքի տակ, եւ թիկնոցն է կգա, որ կտրես դա, մի կտրի։ Ձեռք մի տուր այդ թիկնոցին։ Իդեալական պայման է, չէ՞, ոչ նկատում են, ոչ էլ ինչ որ վտանգ կա, եւ նա կտրեց գրած այդ թիկնոցը, բայց հետո զղջաց, բայց դու մի էլ կտրի։ Ինքը կտրեց զղջաց, բայց դու մի էլ կտրի անգամ։ Այն ինչ պիտի ասեր, մի էլ ասա անգամ։ Այն ինչ պիտի վիրավորեր, մի էլ ասա, մի էլ հանի բերանից այդ անգամ։ Դու կդառնաս Աստծո աչքերին, Աստծո սրտի համեմատ այն մարդը, ում Աստված շնորհ կտա։ Շնորհ կավելացնի։ Հավատա, շնորհի լիության մեջ այնքան պատասխաններ կա։ Շնորհի լիության մեջ քո վարքի մեջ այնքան կայծեր ու կրակներ կա այդ տվյալ մարդու անձի վրա, որ ինքը կզարմանա, դու քո պահվածքով իրան, չեմ ուզում ասեմ, ստորացրեցիր, բայց Աստծո խոսքն ասում է, թշնամից սովածը հաց տուր, ծարավա ջուր տուր, ասում է կրակի կայծեր կտեղան իրա վրա։ Եթե անձը չուրանաս, չես կարա տենց անես թանկագինս։ Եթե հարություն չառնես Քրիստոսի սեղանից, չես կարա սնվես։ Հռոմեացի 6-րդ գլուխ 4 խոսքում գրված է 4-ից 5. Մկրտություններով նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որ ինչպես Քրիստոսը հոր փառքով մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք, որովհետև նրա մահի նմանությունով նրա հետ տնկվեցինք, ապա նրա հարությանն էլ նման կլինենք։ Տես Աստծո խոսքն ասում է գոյություն ունի մահի նմանություն եւ գոյություն ունի հարության նմանություն։ Քրիստոսի հետ ես խաչված եմ։ Դու ինձ ինչքան ուզում ես վիրավորի։ Իմ բերանից բան դուրս չի գա։ Ես խաչի վրա եմ։ Ինչքան ուզում ես ինձ անարգի, շանս չկա, ես խաչի վրա եմ։ Ուզում ես ինձ անիծի, ես խաչի վրա եմ։ Դե վայրի չի։ Հիսուսին ինչ էին ասում, դե տղայես իջի այդ խաչից։ Սատանան եւ աշխարհը միշտ փորձելու է քեզ իջացնել խաչից հետ, բայց իմ խնդրանքն է մի իջիր։ Երբեք չիջնես, որ բան ապացուցես։ Ամենաապահով տեղը խաչն է։ Ամենաապահով տեղը։ Դրա համար է սատանան ջանք ու եռանդ սենց չի խնայում, որ այդ խաչը հանի, պատմության մեջից, գրքերի մեջից, բայց հո քեզ չի կարողանալու իջացնի խաչից թանկագինես։ Ինչքան էլ գրքերի մեջից հեռանա, ինչքան էլ պատմության մեջից ուզենա շեղի, դու հո խաչի վրա ես։ Գիտես ինչ է, գործերդ են խաչի վրա։ Քեզ վիրավորեցին, քեզ անարգեցին, քեզ կոպտեցին, քեզ անիծեցին, նախատեցին, դու օրհնեցիր, դու օրհնեցիր, դու խոսացիր օրհնություն, դու խաչի վրա ես։ Գրված է թանկագինս, որ Քրիստոսը հոր փառքով մեռելների միջից հարություն առավ։ Հոր փառքով, երբ որ բարձրանաս, դու էլ հարություն կառնես։ Թանկագինս քո հարության զորությունը, որը հենց քո ապաշխարությունն է, ես ապաշխարել եմ։ Դա պիտի գործերով երևա։ Ես գնում եմ եկեղեցի, գործերով պիտի դա երևա։ Խոսքերով չէ, գործով ես Քրիստոսի հետ խաչի վրա եմ։ Ես իմ աշխատավայրում խաչի վրա եմ։ Ես իմ տանը խաչի վրա եմ։ Ես իմ ընկերների մեջ խաչի վրա եմ։ Ես հարաբերությունների մեջ տարբեր խաչի վրա եմ, ամուսնական կյանքում խաչի վրա եմ։ Երևում է, որ դու հարություն ես առել։ Երևում է, որ դու հարության զորությունը ապրում ես։ Գրված է այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք։ Կյանքի նորոգությունը, սիրելիս, որ գալիս է քո կյանքի մեջ մտքի փոփոխությունը, քո միտքը փոխվում է արդեն, քո միտքը պատատվում է դեպի Քրիստոսը։ Հռոմեացի 8:6 գրված այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց։ Հին մարդդ միջև չխաչես,
հին բնավորությունը, հին մտածելակերպը միջև չխաչես չի մահանա։ Ինքը հետդ գալու է։ Ինքը հետդ միշտ այդ չներման ոգին հետդ միշտ մեջդ գալա բնավորությունա դարել արդեն։ Քեզ կծել են դու էլ կծի։ Էդի բնավորությունը արդեն։ Խռովությունը ոնց բնավորությունն է, նույն ձև էլ չներելն է բնավորություն։ Որ մեղքի մարմինը խափանվի։ Գիտեք Աստծո խոսքը մի բան որ ասում է, հետևից ես սիրում եմ միշտ դրված է որովհետև։ Ասում են ինչի չխմենք, ինչի չծխեմ, գրված է որովհետև։ Բոլորին հետաքրքիր է ինչի չխմի, բայց հետաքրքիր չի լսի որովհետև ինչի է գրված։ Այստեղ գրված է այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որ մեղքի մարմինը խափանվի, մեղքի մարմինը խափանվի, շատ խորն է թանկագին։ Այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, ինչի է մեր հին մարդը Քրիստոսի հետ խաչվում։ Ինչի է իմ հին բնավորությունը անընդհատ գնում դեպի այս խաչը։ Ինչի համար է սա։ Ինչի համար ես անդադար Աստծո խոսքի մեջ լինեմ։ Ինչի անդադար աղոթքի մեջ լինեմ։ Ինչի միաբանվեմ ծառայության մեջ քույրերին, եղբայրներին։ Ինչու Քրիստոսի եկեղեցու հետ մեկ լինեմ, միաբան լինեմ, որ հին մարդը խաչվի թանկագինս։ Ինքը էլ հաշվի քանի տարի է այս աշխարհի մեջ ապրում, աշխարհի մտածելակերպով։ Քանի տարի ես դու աշխարհական շնչավոր մտածելակերպի մեջ sense հիմնված։ Երկար ես մի 25 տարի մեջն էի։ Քիչ չի 25 տարի աշխարհը քեզ դաստիարակի։ Ոնց որ 25 տարեկան երեխուն սկսես ուրիշ ձև դաստիարակել, ուրիշ ձև խոսաս հետը։ Պետք է այդ երեխու կյանքի մեջ լիքը օրենքներ փոխվի, որպեսզի կարողանա ինքն էլ ապրի այնպես, ինչպես դու ուզում ես, այսինքն ինչպես Տերն ուզում է։ Մենք բոլորս Հայաստանում ապրում ենք հայկական օրենքներով։ Մեկս 50 տարի, մեկս 30 տարի, մեկս 60 տարի։ Տվյալ երկրի օրենքին հնազանդվում էր, որտեղ տվյալ երկրի քաղաքացի էր, ընտեղ էր ապրում։ Բայց երբ տեղափոխվեցիր Գերմանիա եկա էր թանկագինս, ստեղի օրենքները, երբ որ սկսեցին քեզ պատմել, ասել, նկարագրել, որ պիտի անես, պիտի պահես, դու տեսար, որ լավ էլ օգտակար բաներ աղբը փողոց չնետելը։ Չէ՞։ Վատ չի, հենց ինչ լավ են ապրում ես ման։ Մի հատ բիչոկ չկա գետին գցած ամենայն դեպս։ Լավ Համբուրգում մի քիչ կա, մեր մոտ մաքուր է։ Բայց նկատում ես, որ կուլտուրա կա չնետել աղբը, չէ՞։ Դա ներսի մարդու ներքին բան է։ Երբ որ փոքր հասակից դպրոցական տարիներից մանկապարտեզից սովորացրել է աղբը մանը։ Չէ՞, հարգել մյուսին, ժպտացեք բոլորին, բարև տվեք փողոցում բոլորին։ Դա օրենք է դառել, որ ներսից է եկել ու հաճելի է։ Հիմա նայում ես այդ հայ մարդը արդեն այնքան է ինտեգրվել, գերմանացուց ավելի շատ է բարև տալի։ Գերմանացուց ավելի բարի է դառել, ավելի փոփոխություններ կա իր կյանքի մեջ, ավելի լավ է, ասես նայում ես, ասում ես եվրոպականացված հայ է, ինչ լավ բան է։ Չի եվրոպականացվել։ Բարի բաներ է մեջը սերմանվել, լավ բաներ է մեջը եկել։ Հիմա զիջում է դիմացինին, ներում է դիմացինին։ Անես տարօրինակ բաներ եմ ասում, ոնց որ sense մեր շրջապատում տես բան չկա, sense ստեի հայերը տես բարի չեն։ Ուզում եմ հավատամ, որ բարի են, էլի, ուզում եմ հավատամ, որ ներող են, ուզում եմ հավատամ, որ զիջող են։ Չգիտեմ խի, sense ոնց որ sense բարությամբ տրամադրված լինեմ։ Գիտեմ ում մասին եմ խոսում։ Ես էլ եմ այդ ազգի մեջ մեծացած, ես էլ եմ այդ կուլտուրայի մեջ մեծացած, ես էլ եմ փողոցի մեջ մեծացած, բայց ուզում եմ բարի ակնկալությամբ հավատքով տրամադրվել, որ գիտես ոչ միայն ֆիզիկական փոփոխությունները մտավ մեր ազգի մեջ այստեղ Գերմանիայում, այլ նաև հոգևոր բարի փոփոխությունները կմտնի։ Այլ նաև կգա հոգևոր այն դաստիարակությունը, որ մեր ազգը կկանգնացնի ոտքի մեկս մյուսիս համար աղոթք անելու։ Ասում է, որ մեղքի մարմինը խափանվի։ Թանկագինս մեր մարմինը, ես արդեն տարիներով ասում եմ, մեղքի արտադրամասը։ Ով է այստեղ ձեզանից աշխատում 3 հերթափոխով։ Քույրս լավ, եղբայր։ Գոյություն ունի Frühschicht, Nachtschicht, Spätschicht, չէ՞, սենց են ասում, Frühdienst կամ թանկագինս քո մարմինը 3 հերթափոխով մեղք է արտադրում եւ ծնում։
Ներսդ աշխատում են անդադար։ Ոնց ես գնում աշխատանքի, փոխվում են, գնում է այդ process-ը շարունակվում, հավատա դրանից 10 անգամ ավել, քո ներսը արտադրվում է այդ մեղքը, սրտիդ մեջ և մտքիդ մեջ։ Ես չասեցի էլի, տենց անընդհատ գործողություններ, որ դու նեղվես էլ, որ ասես ոնց։ Հենց տենց Աստվածաշունչն է ասում, մեղքի մարմինը խափանում ենք, երբ խաչն ենք բարձրանում, որ այլևս չծառայենք մեղքին, որովհետև նա, որ մեռնում է, արդարացած է մեղքից, և եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք, տես, հաղթանակը որտե՞ղ է, Քրիստոսի հետ մեռա, ես Քրիստոսի հետ մեռած եմ, որ չեմ քեզ պատասխանում հայհոյանքով, վիրավորանքով, ստությունով, նախանձով, խաբեությունով, մեռած մարդուց ինչ ես ուզում, ոնց որ գնաս գերեզման մեկին ասես վեր կաց, կամ գնաս մեռելի տուն ասես կարող է լատե խմես, մեռած է այդ մարդը, պարկած է, դե Հայաստանում ընդունված էր այդ մեռլատաները, հիշում եք, դիակը տունն էին դնում, ոչ թե բանում, սքո սրահներում, ու պարտադիր մեկը պտի նստեր կողքը, ավանդույթ է, սաղ գիշեր պտի նստեր այդ վախենարը կողքը, գիշերը պահակություն էին, ով էր գողանալու, ով էր տանելու, բայց լավ պատկերացրա, նստել ես, հսկում ես ճանճը քշեցիր, կատուն քշեցիր, մեկ ասում կարող է հելնես վալոտ, մի հատ լատե կխմես, այ մարդ մեռած է այդ մարդը, իրոք էլի մահացած է, հա, իրոք, մտածի մի հատ լոգիկայով, մտքով, էլի ուղղակի արի համեմատությունը, մեռած մարդուն դու առաջարկում ես ինչ անի, ես էլ եմ ինձ ասում, որ ասում են եղբայր կխմես մի հատ լավ վիսկի է, ասում եմ մեռած մարդուն ինչ ես առաջարկում, եղբայր, ես մեռած եմ դրա համար, ես մահացած եմ, մի երկու տեղ, որ մահանում ես, էլ ոչ մեկ չի գա ասի, խմես, մի երկու տեղ, որ սիգարետի համար մահացած ես, էլ ոչ մեկ չի առաջարկի, Փառք Հիսուսին, ինձ էլ չեն առաջարկում, այն սկզբից առաջարկում են մի 10 տարի, կծխես, կխմես, կբամբասես, սուտ կխոսաս, ես կասես, իա, հələ մեռած համարի քեզ, ու տես մեկը քեզ փորձելու է առաջարկի տենց բաներ, տես հաղթանակ չկա, ասում է, Քրիստոսի հետ հավատում ենք, որ նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք, հիմա մեռածով է, այն մարդն, որ հրաժարվել է աշխարհի մեղքերից, թե որ անում է այդ մեղքերը, այն որ գնում է մահվան արդեն, Հռոմեացի 6:9, չեմ ուզում քեզ ձանձրացնեմ, գիտենալով, որ Քրիստոսը մեռելների միջից հարություն առած լինելով, այլևս չի մեռնում և մահը նրա վրա այլևս չի տիրում։ Նայ, մահը այդ մեռած գործը, հենց մեղքերն են, ասում է քո վրա էլ չի տիրում, սիրելիս տիրել չի նշանակում ուղղակի առաջարկել, ուղղակի կանես, ուղղակի կբամբասես, ուղղակի կնախանձես, ուղղակի մի հատ կարած չներես, չի ասում չի տիրի քո վրա, ինչի, որովհետև մահի խայթոցը մեղքն է, այսինքն մահը գալու է քեզ կծի, և որ մեղքը կա կյանքիդ մեջ, բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, այո, հաղթությունը Քրիստոսի ձեռքով է, երբ դու խաչն ես ելնում, երբ դու իրականում Քրիստոսի գործի ավետարանի մեջ ես, ես միշտ sense համեմատում ասում եի, լավ, վերցնեմ ֆիզիկապես, եթե իմ ձեռքերը մեխած լինի, զբաղված լինի, ես ես ձեռքերով, ինչ պիտի դիպչեմ, օրինակ այդ ալկոհոլին, այդ մեղքին, ինչ ոնց պիտի կպնեմ, sense ես ինձ ուղղակի sense վերցրել էի ֆիզիկապես ու հոգևոր համեմատականներ էի տանում, էլի ասում եմ, եթե ես զբաղված եմ Քրիստոսով, ես չեմ կարա միաժամանակ մեղքն էլ անեմ, երբ որ դու զբաղված ես Քրիստոսով, Հիսուսն է քո զբաղմունքը, սատանան էլ քեզ առաջարկելու տեղ ու ժամ էլ չունի, որ տա քեզ, ես զբաղված եմ, ես զբաղված եմ այս եղբորը, այս քույրիկին սիրելով, ոչ թե նախատելով, ոչ թե բամբասելով, ես զբաղված եմ այս մարդուն ներելով, հələ զբաղվի ներելով, հələ տես ինչ երկար պրոցես է,
Հələ տես ինչ երկար ժամանակ է քեզ պահանջվում, որ դու մեկին ներես։ Հələ տես ինչ երկար, սենց մի հատ սենց դու մի հատ գործ ես վերցրել, սենց մի հատ լավ գործ ա սենց։ Ու լավ աշխատանք ա, Աստծո գործ ա սենց տված քեզ ներում ես։ Իր բոլոր արարքները մաքրում ես, սրբում ես, ծածկում ես, աղոթքով, օրհնություններով, բարությամբ իր անձի համար։ Տեսնում ես դու զբաղված ես սիրելիս։ Դու խաչի վրա ես ուղակի, ինչ մեղք է լտե։ Քո անձը ամբողջությամբ զբաղված է Աստվածայինով, էլ ինչ մեղք։ Ուզում եմ շարունակել Հռոմեացի թղթից թանկագիներս եւ գնանք աղոթքի իրար հետ։ Գրված է, որովհետեւ այն, որ մեռավ մեղքին, մեռավ մեկ անգամ։ Այո, թանկագինս։ Իմ ու քո կյանքի մեջ հաղթություն կա, որ ես եւ դու մի հատ զարկով պետք է իրան հաղթենք իրականում։ Մի զարկով դու պիտի մի անգամ մեռնես է դրա համար։ Դու պիտի մի անգամ բամբասանքի համար մեռնես։ Այսինքն վերջացնես բամբասանքը, էլ չանես։ Սուտ խոսալու համար դու պիտի մի անգամ մեռնես։ Մի անգամ պիտի լինի ամեն ինչի համար, գրածա, որովհետև այն, որ մեռավ մեղքին, մեռավ մեկ անգամ։ Օրինակ ես մի անգամ մահացել եմ խմիչքի, ոգելից խմիչքի համար։ Մի անգամ ընդամենը։ Նույնիսկ չի եղել, սենց մի անգամ սենց ազատագրվեցի, սենց հետո անցավ մի քանի տարի, հետո սենց սկսեցի նորից թեթև գարեջուր էի խմում, հետո սենց նորից վերակենդանացել եմ, սենց էլի եմ անում, սենց ծխում էի, հետո չէի ծխում, հետո սենց եկավ, հետո նորից էի ծխում, չէ, թանկագինս, մի անգամ, որտև Հիսուսը մի անգամ մահացավ։ Տիրոջ զորությունն է իմ ու քո մեջ, որ մեղքին մի անգամ ասենք ոչ, էլ չընկնենք դիսկուսիաներ սենց հետը, էլ սենց օծը քեզ չմոտիկան ասի, դե արդյոք լավ հիմա մի կումը, և այն ասում էր, հա դե մի կես ատամով կծի լավ, լրիվ մի կեր, կեսը կծի, գրված է Եվան կերավ, ոչ թե կծեց, թեթև, համ տեսեց, այլ կերավ, տվեց ամուսնուն, ասես դու էլ կեր, են որ միշտ ասում են, հա բայց մի քիչ էլ չի կարելի զատիկին խմել այսքան, մի քիչ, խմում ես նորմալ խմի, մի քիչ որն ասում եմ, մի քիչը որն է, ես չեմ հասկանում, խմող ես, վնեց խմի, որ տանեն քեզ ըտեից, մի քիչը որն է, մի քիչ մեղք գործենք, մի պստիկ մեղք գործենք, Սատանան էլ էր էլի տենց խոսում, մի քիչ, հա լավ, հա հասկացանք, Հիսուս ջան, անապատում անցնում ես, հելել ես ամբողջ զորությունների դեմ, այս մի պուճուր քարին ասա թող հաց դառնա, մեծ ինչ է ձմերուկի չափ, պուճուր քարին ասա հաց դառնա, մի քիչ, ինքը միշտ էլ այդ մի քիչի հետևից է եկել, քո կյանքի մեջ մի քիչ չներել թողի, մի քիչ բամբասել թողի, մի քիչ սուտ խոսալ թողի, մի պստիկ նախանձել, մի պստիկ, փոքր, շատ չէ, փոքր, իրա պայուսակին ու իրա մեքենային մի փոքր նախանձի, շատ չէ, իրա աշխատանքին, իրա ունեցածին, իրա հավատքին նախանձ, ես եղբայր, ես քույրիկն հենց ուժեղ աղոթք անում, բայց ես խի չեմ տենց անում, մի քիչ ա թողել, գոնե ուրախանաս, օրհնես, խոսաս, ցնծաս, պարես իր համար, ասես ինչ լավ է, որ դու ես մեքենան ունես, ես տուն ունես, ես աշխատավարձ ունես, ինչ լավ աղոթք արեցիր, ինչ զորություն կա քո մեջ, ինչ հավատք կա քո մեջ, օրհնես, էդի կգա քեզ թանկագինս։ Ասում է մեռավ մեղքին մեկ անգամ եւ այն որ կենթանի է, Աստծոն է կենթանի։ Նույնպես էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցեք։ Համարել նշանակում է ես իմ անձը ամբողջությամբ մեղքին ասում եմ ոչ։ Այն մեռած մարդներ, մեռլատան, լատե են, որ առաջարկում էին, կապուչինո կխմես էլի։ Մեռած այդ մարդը, հայն թող, ձեռ մի տուր։ Նույնպես էլ դու, ես իմ անձը համարում եմ մահացած։ Ես մահացած եմ։ Այսինքն թանկագինս, դու անգամ մեղքին ինձ ասում են, օրինակ դու որ նստած ես հիմա
սեղանը առիթա, ասենց լցրել են խոմ են, քեզ չի քաշում, կնես ես կի չեմ էլ տենում էդի։ Այսինքն ես համարում եմ, որտեվ միտքս է փոխվել արդեն։ Ես համարում եմ, որ ես իրա համար մեռած եմ, ինքն էլ իմ համար է մեռած, ինձ չի էլ հետաքրքրում անգամ։ Խանութում անգամ քո աչքը չի էլ տեսնում, դա քեզ պետք էլ չի։ Դու էլ չես էլ նայում, բայց կար ժամանակ, երբ որ դու անգիր գիտեիր այդ Kaufland-ում, այդ որ պոլկայի որ հետևում է դրված ինչ գնի է, դու ամեն օր գները գիտեիր դրա։ Դու լավ գիտես բամբասանքը, որ դեից մտնես, տնտղես, դու լավ գիտես պրոֆեսիոնալ ձևով ոնց խափես, բայց հիմա համարում ես մահացած, հաղթեցիր դու։ Եվ Աստծուն կենթանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով, սրա համար թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու անձերի մարմնի մեջ, որ հնազանդվեք նրա ցանկություններին, ով է նկատում իմ հետ, ուշադիր եղի։ 12-րդ խոսք, արի միասին նայենք, Հռոմեացի 6:12, ուշադիր ինձ հետ նայ ուղղակի այս պահը։ Սրա համար թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմնի մեջ, որ հնազանդեք նրա ցանկություններին։ Ով է հայերեն քերականությունից լավ։ Ով է նկատում այս խոսքի մեջ, նայեք, ասում է մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ թագավորի։ Հեսա հաջորդի մեջ միգուցե բացվի քեզ։ Ասում է որ հնազանդվեք նրա ցանկություններին, նայ, թագավորել բառը իմ մոտ գրված է չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ, որ հնազանդվեք նրա ցանկություններին, որ նրա ցանկություններին չհնազանդվեք։ Թանկագինս, չես տեսնում, որ մեղքը խոսում է մեղքի մասին, իբրև ասում է նրա, չի խոսում ինչ-որ մի առարկայի մասին, չի խոսում մի երևույթի մասին, այլ խոսում է նրա, Աստվածաշունչը մեղքին անվանում է նրա կամք, նրա ցանկություն, ասում է նրա ցանկությանը չհնազանդվես, ինքը կարա թագավորի քո կյանքի մեջ։ Միթե չես տեսնում, որ սա ոգի է հենց, թագավորող ոգի է, թագավորող ոգին հենց խավարի ոգին է, հենց սատանան է, որ թագավորի պես է ապրում ուղակի քո սրտի, քո մարմնի մեջ, այն ժամանակ, երբ դու խաչին չես, այն ժամանակ, երբ դու Քրիստոսի սեղանի շուրջ չես, թագավորում է, տենց է գրած է, աշխարհի թագավոր, օդի իշխան, շնչավոր մակարդակ, այսինքն մարմնական մեղքեր, ինձ վիրավորել են, ես է կվիրավորեմ, պետք է խափեմ, հեսա կխափեմ, մեղքը թող չթագավորի, հետաքրքիր է, Աստված այստեղ գրված է պարտադրանքով, ասում է մեղքը թող չթագավորի, արգելք է դրված թանկագինս, եւ ձեր անդամները անիրավության գործիք մի ներկայացրեք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծուն, ինչպես մեռելներից կենդանացածներ եւ ձեր անդամները արդարության գործիք Աստծուն, ներկայացրեք Աստծուն, տվեք Աստծուն, ներկայացրեք Տեր, իմ մարմինը ամբողջությամբ, իմ մարմնի անդամներն ամբողջությամբ արդարության գործիք եմ ուզում լինի, արդարության գործեր թող անի, Աստծո արքայությունը հենց Աստծո արդարությունն է թանկագինս, նայեք ասում է, որովհետև մեղքը չի տիրի, կրկին, տես անձով է խոսում, 14-րդ խոսքում ասում է, որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, էլի անձի մասին է խոսում, տեսնում եք, մեղքը հենց ինքը իրանով ոգի անձ է, որ իմ ու քո վրա տիրում էր ուղղակի, պարտադրում էր, խոսում էր, ասում էր, դու զգում էր չէ, որ մեկը մեջից հետ ոնց որ sense խոսում է, անընդհատ պարտադրում է, ասում է քեզ, դա հենց ոգի է, բայց երբ դու Քրիստոսի հետ մեռար, Քրիստոսի հետ հարություն առար, դու Աստծո սեղանի շուրջ նստած ես, դու զբաղված ես, դու այն մարդն ես, ում տեսնելով ուզենալու են գան, ոչ միայն Հիսուսի մոտ,
այլ ուզենալու են գան լիքը փրկված հարություն առած մարդիկ տեսնեն։ Հռոմեացի 13:14 գրված է. բայց Տեր Հիսուս Քրիստոսին հագեք եւ մարմնի համար խնամք մի տարեք դեպի ցանկություն։ Տեր Հիսուսին հագեք, Քրիստոսին հագած մնացեք։ Եկ ոտքի կանգնենք թանկագինս, Հայտնություն 3 գլուխ 20-րդ խոսք գրված է. ահա ես դռան առաջ կանգնած եմ եւ թակում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը եւ դուռը բացի, կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ եւ նա ինձ հետ։ Հիսուսը խոսում է ընթրիքի մասին։ Ասում է ես թակում եմ, եթե մեկը բացի, լսի իմ ձայնը եւ բացի, տես Հիսուսը հրավիրում է սեղանի շուրջ թանկագինս։ Ես կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ եւ նա ինձ հետ։ Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի եւ նստեցի իմ հոր հետ նրա աթոռի վրա։ Ով որ ականջ ունի, թող լսի ինչ որ հոգին ասում է եկեղեցիներին, ոչ թե բազմոցի վրա նստած հավատացյալին, ոչ թե կտրված իր համար առանձին նստած մարդուն, այլ եկեղեցիներին։ Աստծո խոսքը ուղղված է իր եկեղեցուն։ Աստծո խոսքը իր եկեղեցուն ասում. բացես, կմտնեմ հաց կուտենք իրար հետ, կընտրենք իրար հետ։ Բացես, սեղանը իմ կողմից է, պատրաստած է, ես բերել եմ հետս։ Հայտնություն 19:6 մինչև 9 եւ լսեցի իբրև մի մեծ բազմության ձայն եւ իբրև շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման, որ ասում էր. Հալելույա, որովհետեւ ամենակալ Տեր Աստված թագավորեց, խնդանք եւ ուրախ լինենք եւ փառք տանք նրան, որ եկավ գառի հարսանիքը եւ նրա կինը պատրաստեց իրան եւ տրվեց նրան, որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի, որովհետեւ բեհեզը սուրբերի արդարությունն է եւ ասեց ինձ. գրիր, ուշադիր եղիր, գրված է. երանելի են գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները եւ ասեց ինձ սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են։ Հա, Աստված ինձ ու քեզ կանչում է թանկագինս գառան ընթրիքին։ Ես ուզում եմ այս ընթրիքը իմ սրտի մեջ արդեն Աստված պատրաստի։ Ես ուզում եմ այդ սեղանը ներսս լինի։ Ես ուզում եմ լինել այն մարդը, ով գերեզմանից Հիսուսի խոսքով հարություն առել եւ տեսնելով հարության զորություն ասում են. ես էլ եմ ուզում քո Հիսուսին։ Ես էլ եմ ուզում քո եկեղեցին։ Ես էլ եմ ուզում ինձ էլ տար, խնդրում եմ։ Ինձ էլ հրավիրի, իմ համար էլ աղոթք արա, ես էլ հարություն առնեմ։ Կա հարություն քո կյանքի մեջ, կա փրկություն աշխարհին։ Չկա հարություն իմ ու քո կյանքի մեջ, Աստծո եկեղեցու մասին ասա։ Չկա դեռ հարություն, թանկագին, դեռ Ղազարոսը պահված է գերեզմանում, քո աղոթքը այդքան էլ էֆեկտիվ չի։ Ղազարոսին Տերը գերեզմանից բերեց, աշխարհը նրա հետևից եկավ։ Ղազարոսին հանեց մեռելների մեջից 4 օր հետո, դա նշան է, որ դու էլ հույս ունես։ Դա նշան է, որ հարության զորությունը քեզ է կկպնի։ Քո մեջ էլ կազատագրվի Աստծո խոսքը, Հիսուսը խոսքով։ Ինչքան շատ խոսքը լցվի, ինչքան շատ ներս թողես այս գերեզմանի մեջ Աստծո խոսքը, այդքան շուտ հարություն կլինի, թանկագինս, այդքան շուտ փրկություն կլինի։ Այն մարդու համար ում աղոթում ես։ Ես աղոթելու եմ քո համար, որ Տիրոջ հարության զորությունը դիպչի, որ այն գերեզմանում պահված նշաններ կա քո կյանքի մեջ, որ պետք է դուրս գան, որ աշխարհը տեսնի, քո ընտանիքը տեսնի, քո շրջապատը, քո գործի տեղը տեսնեն։ Եկ միասին աղոթենք, առաջ արի իրար հետ աղոթք անենք։ Եթե գտնում ես, որ կա իրոք պահված ներսդ, որ
նշան է դա, հայտնապես դու զգում ես նշան է, բայց մի բան փակում է, դեմքով ինձ կանգնեք, խնդրում եմ։